Այսօրվա միջոցառման նպատակն է տոնել հայկական բանակի օրը։ Արշավը դրում է ուժի և միասնականության խորագիրը, քանի որ մենք ընտրել ենք ուժեղանալու ճանապարհը։ Միջոցառումը երկու մասից է բաղկացած՝ քայլարշավը 15 կիլոմետր և ազգային երկու պարով Երևանի հրաձգանում տոնը նշելը։ Բանակի տոնը պետք է նշել ուժեղանալը։ Մեզ բոլորի շնորհավորում եմ հայոց բանակի օրվա կապակցությամբ։ Այսօր 500 հոգով պետք է անենք միասնական արշավ մինչև ազատազրենք։ Այդ ձևով ենք շնորհավորելու մենք մեր բանակին, ցույց տալով, որ մենք քաղաքացիներս միասնական ենք ու երբ կարիքը լինի, շատ արագ բանակի մասն ենք կազմելու։ Արդեն 4-րդ տարին է Ազատազենը իր ուրույն ձևը ունի նշելու այս տոնը։ Օրվա խորհուրդն է լինել միասնական, լինել պատրաստված եւ մշտապես մեր բանակի կողքին ցանկացած պահի մեր ոգով, ուժով, միասնությամբ միավորվելու եւ միասին տոնելու մեր բոլոր հաղթանակները։ Տեսնում եք, հսկայական քանակով մարդ է հավաքվել, ապացուցել, որ բանակի հետ ենք եւ անհրաժեշտության դեպքում կունենանք նաեւ այսպիսի արագ համալրում։ Կարևոր նախաձեռնություն է, եկեք, միացեք, քայլենք, պարենք, զգանք հողի ուժը, ոչ միայն հողի, նաեւ երկնքի ուժը, որտեղ մի հայրենիք էլ մեր երկնքում է։ Դա ուժեղ խումբ է, այս տարի ավելի ուժեղ է, քան անցած տարի։ Միասնական քայլում ենք, միասնական նշում ենք բանակի տոնը այսօր։ Լեռների շունչը գալիս է հեռվից, լեռների բույրը բերում է խենթ քամին ու տարածում օդում։ Նշեմ, որ 4 տարին եմ մասնակցում եմ արշավին, անգամ եղանակը չի խանգարում մեզ, որ մենք քայլենք, դժվարությունները հաղթահարենք միասնական կերպով։ Նաև տղաների արածը իմաստավորվի եւ հասկանանք, որ մենք միասնական ենք, ուժեղ ենք եւ շատ ենք։ Ես առաջին տարին եմ մասնակցում ու մեծ ողջավորությամբ ճանապարհ անցկացալ քայլերում բոլորի հետ, նաև որպես լուսանկարիչ եմ եկալ, բայց որոշանում էր պիտի հավասար բոլորի հետ քայլիմ ու վերջի անգամ հիշում չեմ հիպի մեծ կարգի ուժեղ ադրենալին ստացալ։ Մենք ընտրել ենք ուժեղանալու ճանապարհը։ Հայկական բանակի տոնի կապակցությամբ բոլորիս մաղթում եմ, որ լինենք ուժեղ, ելի ուժեղ, միշտ ուժեղ։ Քայլարշավը 500 մասնակցով առանց մեծ միջադեպերի հաղթահարեցինք, հասանք Երևանի Ազատազենի հրաձգարան եւ ինչպես տեսնում եք, նշում ենք մեր սիրելի բանակի տոնը։ Շնորհակալություն բոլոր մասնակիցներին եւ գործընկերներին։ Կհանդիպենք հաջորդ տարի ավելի շատ հայերով։